Վարչապետը 4-րդ օրն է ոչ մի գրառում չի արել վեհափառի եւ բարձրաստիճան մյուս հոգեվորականների մասին։ Չկան նաեւ սաղմոսները, բայց Նիկոլ Փաշինյանի գրառումները վերլուծելու համար այժմ էլ գործի են անցել մասնագիտական խմբերը։ Այսօր մի սեղանի շուրջ իրավական ոլորտի մոտ 2 տասնյակ ներկայացուցիչ էին հավաքվել։ Նախ լսեցին քննարկմանը ներկա հոգեվորականներին։ Մայրաթորի դիվանապետը կարևորեց, որ Նիկոլ Փաշինյանի գործողություններին տրվի հստակ իրավական գնահատական։ Իրավական գնահատական տալուց հետո ինչ-որ մի ժամանակ կգա, որ նաև հնարավորություն կունենանք առողջապահության ոլորտի մասնագետներին տեսնենք այսպես համախմբված, որպեսզի նաև իրենց մասնագիտական գնահատականը տան այն անձի վերաբերյալ, որը ի վիճակի է այդպիսի բառապաշար եւ այդպիսի խոսույթ օգտագործել ոչ միայն եկեղեցականների նկատմամբ, այլ ընդհանրապես որևէ անձի նկատմամբ։ Վարչապետի գրառումները ոչ միայն անպարկեշտ են, այլ նաև հանցավոր, հայտարարեց քննարկման մասնակիցներից փաստաբան Արմինե Ֆանյանը։ Ընթերցեց այդ գրառումներից որոշները, ապա պնդեց իր գնահատմամբ Հայաստանի ղեկավարի արարքները համապատասխանում են քրեական օրենսգրքի միանգամից 2 հոդվածներին՝ անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելուն եւ ատելություն, անհանդուրժողականություն հրահրելուն։ Նիկոլ Փաշինյանը պնդում է կատարում, որ ինքը հավաքագրել է այլ անձի անձնական գաղտնիք համարվող տեղեկատվություն, մի պահ վերանանք այն հանգամանքից իրականություն է դա թե ոչ, բայց ըստ էության նրա խոսքում հստակ երևում է, որ նա իր իշխանական լիազորություններն օգտագործելով անձանց մասնավոր կյանքի մասին հավաքել եւ պահում է տեղեկություններ, ոչ միայն պահում է, այլ նաեւ դրանք հասանելի է դարձրել լայն հանրության շրջանակներին, ամենայն դեպս Facebook-յան իր օգտատերերի շրջանում։ Կառավարության ղեկավարը 2 շաբաթ ամեն օր եկեղեցականների եւ մասնավորապես ամենայն հայոց կաթողիկոսի մասին էր գրում։ Սկսեց վիրավորանքներով, հետո պահանջեց, որ Մայրաթորը պարզաբանի, արդյոք Գարեգին-բան խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Ապա պնդեց, թե զավակ ունի, վերջում էլ վեհարանը վեհափառից ազատելու գործողությունների ծրագիր ներկայացրեց։ Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը սահմանադրության մի քանի հոդվածներ թվարկեց ու պնդեց, Փաշինյանը շրջանցելով սահմանադրական արգելքները միջամտում է եկեղեցու գործերին։ Իսկ հակադարձումներին, թե եկեղեցին էլ պետության գործերին է խառնվում, մասնագետը կրկին սահմանադրական կարգավորումներին հղում անելով շեշտեց. եկեղեցականները ազատ են իրենց կարծիքը արտահայտելու, իշխանությանը քննադատելու հարցում։ Հայաստանի օրենսդրության մեջ չկա որևէ մի դրույթ, որը, ասենք, անալոգիայի կարգով, ինչպես դատավորների հետ կապված, սահմանի, որ եկեղեցական գործիչները քաղաքական չեզոքության կամ զսպվածության պահանջի ներքո են գտնվում։ Նման որևէ դրույթ գոյություն չունի Հայաստանի Հանրապետությունում։ Հետևաբար այստեղ ասիմետրիան գործում է ամբողջությամբ։ Պետությունը իրավունք չունի, եկեղեցու սպասավորները իրավունք ունեն ազատորեն արտահայտելու իրենց կարծիքը։ Վարչապետն ասում է, ամենայն հայոց կաթողիկոսի կուսակրոնության հարցն իրեն հուզում է որպես հայ առաքելական եկեղեցու ջերմ հետևորդ, բայց վեհափառի մասին գրառումները տեղադրում է իր ավելի քան 1 միլիոն հետևորդ ունեցող Facebook-ի պաշտոնական էջում։ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը կարծում է, Փաշինյանը վարչապետի կարգավիճակը չարաշահելով առաջնորդում է եկեղեցու դեմ արշավը։ Որպես նախկին օմբուդսմեն հիշեցնում է, սա հին արմատներ ունի։ Անընդհատ փորձում են թաքնվել ինչ-որ հասկացությունների տակ, ես որպես հայաստանյան առաքելական եկեղեցու, ասում են հավատավոր զավակ, ու սկսում են իրենց ապօրինի բացահայտ գործունեությունը։ Սա ընդհանրապես ծածկվելու այդ անօրինականությունների տակ ծածկվելու փորձ են անում։ Նրանք դա անում են իշխանական ազդեցությունն օգտագործելով, կոնկրետ պաշտոնական լիազորություններն օգտագործելով։ Վարչապետը դեռ չի հայտնել կաթողիկոսին հեռացնելու եւ նոր կաթողիկոս ընտրելու հարցով ստեղծվելիք խմբում, ովքեր են ցանկանում ընդգրկվել, եւ այդ 10 հոգուն ընտրելուց հետո ինչ առաջադրանքներ են նրանց տրվելու։ Մայրաթորում համոզմունք ունեն, որ Նիկոլ Փաշինյանը վեհափառին հեռացնելու հարցում հաջողության չի հասնի։ Արշակ Սրբազանն ասաց, մարգարետ չէ, բայց եւ հավելեց, ձեռքները ծալած նստած չեն։ Մենք քննարկումներ ունենում ենք, բայց ես չեմ կարծում, որ այդ քննարկումների կամ այդ քննարկումների արդյունքների կամ մեր պլանավորումների մասին կարիքը կա, որ ես հանրայնորեն հնչեցնեմ։ Մենք հետևում ենք իրադարձություններին, իհարկե, պատրաստ ենք, որոշ ծրագրեր, որոշ մտադրություններ, մտածումներ ունենք, կարող եմ վստահաբար ասել, որ բոլոր հնարավոր սցենարների համար մենք ունենք լուծումներ։ Ընդգծված է վեհափառ հայրը, թե ոչ։ Ոչ։
Որ վեհափառին փոխելու Նիկոլ Փաշինյանի օրակարգը կձախողվի, Շիրակի թեմի առաջնորդը կասկած չունի։ Օդյալ հայրապետը մնում է օդյալ հայրապետ եւ գլուխը Հայաստանի այդ եկեղեցվո, քանի դեռ Տերը այլ բան չի տնօրինել։ Այսօրվա քննարկման նախաձեռնողներն ու մասնակիցները նաև համատեղ հայտարարություն ընդունեցին, պնդելով, թե եկեղեցու դեմ քայքայիչ արշավը պետք է կանխել։